Ողջույն սիրելիներս, եկեք այսօր խաղի թուփ պատրաստենք։ Շատ հեշտ եւ իդեալական տարբերակ եմ բերել։ Սկզբի համար հարկավոր է ընտրել որակյալ եւ նուրբ խաղի թփեր։ Բերում ենք տուն, թողնում ենք մի քանի ժամ մնա, որպեսզի թոռոմի։ Այդպես էլ ավելի լավն է լինելու։ Պոչիկները կտրում ենք, շատ խորը չենք կտրում եւ փոքր փնջերի ենք վերածում, ինչպես հոլովակում է ցուցադրված։ Տարաներն արդեն լվացել եմ, չոր է, կարող ենք մեր թփերը տեղավորել տարաների մեջ։ Վերցնում ենք փոքրիկ փնջերը եւ ծալելու օգնությամբ, ինչպես ես եմ անում, կարող եք տեղավորել տարաների մեջ եւ աստիճանաբար սեղմելով, շատ պետք չի լցնել տարաները, կարող եք մի փոքր թեթև թողել։ Ինձ մոտ 1 կիլոգրամ էր, ես 5 տարայի մեջ եմ տեղավորել։ Այստեղ ոչինչ չենք ավելացնում, ոչ ջուր, ոչ աղ, ոչինչ անելու կարիք չկա։ Հենց այսպես չոր վիճակում էլ մենք իրան եռացնելու ենք։ Դնում ենք կաթսայի մեջ, զգուշությամբ ջուր ենք լցնում, որպեսզի տարաների մեջ ջուր չլցվի։ Եվ կափարիչով ծածկում ենք։ Թողնում ենք մինչև ջուրը կեռա։ Հենց եռում է 10 րոպե ժամանակ ենք պահում։ 10 րոպեն հենց կլրանա, կարող ենք հերթով հանել եւ պահածոացնել։ Պահածոացնելուց հետո շուռ ենք տալիս եւ վրան շորով ծածկում ենք, թողնում ենք, որպեսզի ինքը հանգիստ հովանա։ Եթե մեջի գույները տարբեր են, մի անհանգստացեք, ընթացքում գույները կհավասարվի։ Հիմա հատուկ ցույց եմ տալիս 1 տարի առաջվա պատրաստածս, որը ընթացքում մի փոքր ուռել էր, ես ասեղով ծակել եմ եւ մոմ եմ կաթացրել։ Ասեմ, որ դա լիովին անվնաս է, հանգիստ կարող եք, եթե կուռի նման միջոց կիրառեք, ասեմ ոչ միշտ է այդպես տինում, ուղղակի պատահում է։ Նայեք ինչքան լավ է պահպանվել, շատ անուշ բույր ունի եւ իր թարմության այդ բույրը ուղղակի ախորժելի է։ Այսպես կարող ենք լվանալ հոսող ջրի տակ եւ փաթաթել մեր տոլմաները։ Եթե հավանեցիք հոլովակը, սրտիկեք, թողեք մեկ տավանություններ, եթե կլինեն հարցեր, գրեք սիրով կպատասխանեմ։